Հարգելի հեռուստատոներ, դուք դիտում եք հեռանկարը։ Հայաստանը Եվրամիությունից աջակցություն է խնդրել 2026 թվականին նախատեսվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նկատվող հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու նպատակով։ Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը տեղեկացրել է, որ Եվրամիությունը պատրաստվում է 12 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրել Հայաստանին 2026 թվականի ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հնարավոր հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու, ինչպես նաև կիբերանվտանգությունը ամրապնդելու համար։ Ինչ հիբրիդային սպառնալիքների մասին է խոսքը, որտեղից է գալիս վտանգը, որքանով Եվրամիության աջակցությունը կնպաստի այդ խնդրի լուծմանը եւ արդյոք դրա համար անհրաժեշտ են ընտրական օրենսգրքում փոփոխություններ։ Այս ամենի մասին մենք կզրուցենք իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Հովհաննիսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Հիբրիդային սպառնալիք, հիբրիդային պատերազմներ առասարակ վերջին շրջանում շատ գործածվող արտահայտություններ են դարձել։ Վերեք սկզբում հասկանանք ինչ է նշանակում հիբրիդային սպառնալիք Հայաստանի պարագայում։ Կարող եք կոնկրետ օրինակներով նշել։ Գիտեք, մի քիչ ավելի լայն կոնտեքստից պետք է սկսենք, ըստ էության հիբրիդային պատերազմ կամ հիբրիդային հարձակումը դա տարբեր գործիքների օգտագործմամբ պետության եւ հասարակության վրա ներազդելու, պետությունից եւ հասարակությունից ցանկալի ինչ-որ բան ստանալու միջոց է։ Հայաստանի կոնտեքստում եւ երբեմն այդ հիբրիդայինի կոմպոնենտներից մեկը նաեւ ուժայինն է, բայց որպես կանոն դա առանց ուժայինի, առանց բանակի մասնակցության հարձակում է, էլի։ Հայաստանի կոնտեքստում դա հետեւյալն է, Հայաստանը, ինչպես գիտեք, վերջին շրջանում բավականին դիվերսիֆիկացնում է իր արտաքին քաղաքականությունը, նվազեցնում է կախվածությունները Ռուսաստանից, Ռուսաստանին դա դուր չի գալիս։ Եվ Հայաստանը միջալուց այս առումով միակը չի, նույն պատկերը մենք տեսնում ենք Մոլդովայում, Ղազախստանում, մի շարք այլ երկրներում, որոշ երկրներ մեզանից շատ, որոշ երկրներ մեզանից քիչ, բայց բոլորն էլ փորձում են այսպես ասած առիթը օգտագործել Ռուսաստանից անկախանալու կամ անկախության կոմպոնենտները ավելացնելու ուղղությամբ։ Հայաստանը շատ են փորձում այդքան շատ սպառնալիքները հիբրիդային ավելանել։ Ռուսաստանին դա դուր չի գալիս, բայց Ռուսաստանը իրականում բավականին սահմանափակ գործիքակազմ ունի։ Ռուսաստանը հիմա բոլոր առումներով կենտրոնացած է Ուկրաինայի վրա։ Եվ սա է պատճառը, որ մի շարք երկրներ փորձում են Ռուսաստանի այս թուլությունը, որը միգուցե ժամանակավոր չի, օգտագործել, որպեսզի դիվերսիֆիկացնեն իրենց արտաքին քաղաքականությունը եւ Ռուսաստանից կախվածությունները նվազեցնեն։ Հա, Հայաստանի դեպքում մենք տեսնում ենք սպառազինության, մի շարք կարևոր ապրանքատեսակների մատակարարման, շատ քիչ, բայց էներգետիկ, մի շարք ոլորտներում շատ կոնկրետ Ռուսաստանից նախկինում եղած կախվածությունները համար 100% անցել, հիմա շատ պակասել է։ Բայց կներեք Ռուսաստանի առաջ կախվածությունները գրանցում ռազմաճակատում, ինչ թերևս թույլ է տալիս ակտիվացում նկատել նաև այլ ուղղություններով։ Գիտեք, Ռուսաստանի առաջ խաղացումները ռազմաճակատում այո կան, բայց դրանք շատ դանդաղ են, այսինքն մեծ հաշվով եթե գնահատենք թե այս արագությամբ, օրինակ Կիևին երբ կհասնեն, խոսքը մոտավորապես 22-րդ դարի երկրորդ կեսի մասին է, էլի, տենց, եթե այս արագությամբ, որը որ կա վերջին մի ամսվա ընթացքում, որտեվ երբեմն այդ հայտարարությունները այդքան էլ իրականությանը մի քանի շաբաթ առաջ Ռուսաստանի պաշտպանության նախարարը հայտարարում էր, որ Կուպյանսկը գրավել են եւ նույնիսկ Ռուսաստան նախագահ Պուտինը առաջարկում էր, որ ով որ չի հավատում, կարող ենք էքսկուրսիա կազմակերպել, գնա Կուպյանսկ տեսնի, եւ դրանից մի քանի շաբաթ հետո տեսնում ենք Զելենսկին Կուպյանսկում սելֆիստիկով վիդեո նկարում։ Հասկանալի, արագությունները կարող են փոխվել, բայց մեր զրույցը այդ մասին չէ։ Այո, իհարկե, բայց ամեն դեպքում Ռուսաստանը խրված է։ Իմ ասած են, որ Ռուսաստանը խրված է այդ պատերազմի մեջ, շուտով արդեն կլինի 4 տարին, եւ դա հնարավորություն է տալիս այն երկրներն, որոնք շատ մեծ կախվածություն ունեին Ռուսաստանից, փորձել այդ կախվածությունները պակասացնել, որ երբ որ Ռուսաստանը
երբ որ եթե Ռուսաստանը ոնց ասեմ, ձեռքերը ազատվի, շատ ավելի քիչ լծակներ ունեն այս պետությունների վրա։ Եվ խոսքը միայն Հայաստանի մասին չի։ Այս առումով իհարկե այդ բոլոր երկրները ակնկալում են Եվրոպական միության աջակցությունը, ոչ միայն Եվրոպական միության, Արևմուտքի աջակցությունը համ անկանխանալու կոնտեքստում եւ այդ առումով օրինակ սրանց 1.5 տարի առաջ թե հիշում եք սամիթը տեղի ունեցավ Հայաստան ԱՄՆ Եվրոմիություն անցյալ տարվա ապրիլի սկզբին երբ որ ԱՄՆ-ն եւ Եվրոմիությունը Հայաստանի հենց այդ դիվերսիֆիկացիային աջակցելու պարտավորություն ստանձնեցին դրանց կողմից տեսնում ենք որ Ռուսաստանը փորձում է տարբեր հիբրիդային գործիքներով զերծ պահել Հայաստանն այդ դիվերսիֆիկացիայից եւ դրա սահմաններում նաեւ ընտրությունների վրա ներազդելու միջոցով եւ այս կոնտեքստում էլ Հայաստանը գնացել Եվրոմիությանը ասել է հարգելի Եվրոպական միություն մեզ օգնեք որպեսզի մենք պաշտպանենք Ռուսաստանի հիբրիդային հասկանալի է հիմա տեսեք նշում եք որ խոսքը միայն Հայաստանի մասին չէ իսկ երբ մենք խոսում ենք հիբրիդային սպառնալիքների մասին խոսքը միայն Ռուսաստանի մասին է Գերակշռապես եթե մենք խոսում ենք հիբրիդային սպառնալիքները ընտրությունների կոնտեքստում դա 99%-ով Ռուսաստանի մասին է Մենք թեև օրինակ 2021 թվականին մենք տեսել ենք ռուս-ադրբեջանական համագործակցությամբ հիբրիդային հարձակում Հայաստանի վրա եւ այն ժամանակ այդ հարձակումը ուղեկցվում էր նաեւ զինված ուժերի կիրառմամբ երբ որ ընտրություններից մոտ 6 շաբաթ առաջ Ադրբեջանի զինված ուժերը Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզի մի շարք հատվածներում առաջ եկան կհիշեք դա Սա օրինակ այդտեղ Ադրբեջանն էր մասնակցում։ Այս անգամ Ադրբեջանը Ռուսաստանի ջանքերին կմասնակցի թե ոչ 100%-ով դժվար է ասել, բայց գործը գնում է նրան, որ չի մասնակցի, եթե էական բան չփոխվի, որտեղ Ադրբեջանն ու Ռուսաստանը հիմա էական տարաձայնություններ ունեն եւ Ռուսաստանը Ադրբեջանից հիմա Ներողություն, Ադրբեջանը Ռուսաստանից հիմա շատ մեծ վտանգներ է տեսնում։ Եվ ինձ չի թվում, որ Ադրբեջանը առանձնապես ուզում է, որ Հայաստանում ռուսամետ իշխանություն գա։ Հիմա տեսեք, օրերս պաշտպանության նախարարը ազգային ժողովի ամբիոնից նշում էր, որ սահմանային իրադարձությունների հետ կապված շատ հաճախ ապատեղեկատվություն է տարածվում եւ սա եւս ինչ որ իմաստով ինչ որտեղ է հիբրիդային սպառնալիք կամ հիբրիդային գործողություն եւ նաեւ առաջարկ եղավ որ օրենքով կարգավորվի այն որ բոլոր լրատվամիջոցները սահմանային իրավիճակների վերաբերյալ իրենց հաղորդումները միայն տրամադրեն հիմք ընդունելով պաշտպանության նախարարության այսինքն պաշտոնական հաղորդակցությունը հիմա սա եւս հիբրիդային սպառնալիքի դեպք ես կհամաձայնվեմ այն գնահատականի հետ որ շատ կեղծ լուրերի տարածում հիբրիդային գործիքակազմի մեջ է մտնում ներողություն առհասարակ ժամանակակից հիբրիդային հարձակումներում ապատեղեկատվության կեղծ լուրերի տարածումը հիմնական գործիքներից մեկն է, հա, հիբրիդային հարձակումների աստված, ինչպես բանակի դեպքում, հա, ռազմական ճակատամարտների ժամանակ պատերազմի աստվածը հրետանին է, այդտենց տեղ աստվածը կեղծ լուրերն են, բայց ինչպես միայն հրետանին չի կարող խնդիր լուծել, այնպես էլ միայն կեղծ լուրերը չեն կարող խնդիր լուծել։ Սովորաբար դրանք կոմբինացվում են այլ մեթոդների հետ։ Բայց ես չեմ կարող համաձայնվել պաշտպանության նախարարի Եթե դա իր առաջարկներ իհարկե։ Չէ, նախարարի առաջարկը, պատգամավորներից մեկի։ Հա, պատգամավորներից մեկի առաջարկի հետ, որ կարգավորվի, որ լրատվամիջոցները միայն պաշտպանության նախարարության հաղորդագրությունները կարողանան տան, մի քանի պատճառով, նախ որովհետև մեխանիզմ չկա, որ պետությունը դա լրատվամիջոցներին պարտադրի, եւ երկրորդը, որովհետև դա միայն կնպաստի նրան, որ հասարակությունը կդադարի վստահել լրատվամիջոցներին, որտեղ հասարակությունը հիմա ինչ կարող անել, տեսնում է ինչ որ մի տեղեկություն, ասում է լավ, գնամ մտնեմ անկախ լրատվամիջոցներ, այն լրատվամիջոցները, որոնց վստահում են, որոնք որ աչքի չեն ընկել սուտ տարածելով, գնամ մտնեմ, տեսնեմ, իրանք տենց բան գրում են, թե չէ, կամ փաստեր ստուգողները ինչ են ասում, սա ճիշտ է թե սուտ է, եթե մտցվում է գրաքննություն ապա հասարակությունը շատ արագ դադարում է վստահել բոլոր տեսակի լրատվամիջոցներին, որտեղ ինքը հասկանում է, որ անկախ լրատվամիջոցը չի կարա ստուգի որն է ճիշտը, որ իր իրականությունն է։ Լավ, բարձ է։ Դա ինչ որ առումով մենք այդ խնդիր ունենք պատերազմի ժամանակ եւ պատերազմի ժամանակ էլ դրա համար շատ արագ
պաշտոնական տեղեկատվության վստահելիությունը անկում ապրեց, որովհետև պաշտոնական տեղեկատվությունը անկախ լրատվամիջոցների կողմից ստուգման ենթակա չէր։ Շատ կարևոր է ստուգման ենթակա լինի։ Հասկանալ, հիմա տեսեք հիբրիդային սպառնալիքների դիմակայելու համար ինչ է պետք անել օրենսդրական դաշտում, ես նկատի ունեմ նաև ընտրական օրենսգրքում։ Գիտեք, մի քանի բան կա, նախ ասեմ, որ նենց չի, որ օրենսդրությամբ կարելի է բոլորս հարցերը լուծել։ Եթե օրենսդրությամբ հնարավոր լիներ լուծել, աշխարհի բոլոր երկրները օրենսդրությամբ լուծել են եւ ամբողջությամբ պաշտպանված կլինեին հարցակումներից, բայց որոշ խոցելիություններ կան Հայաստանում իհարկե ուժեղ կողմեր էլ ունի Հայաստանը, օրինակ ես համարում եմ, որ ընտրակաշարքի կոնտեքստում Հայաստանը Մոլդովայից շատ ավելի ուժեղ է եւ ընտրակաշարքի ռիսկը, որ օտար պետություն ստեղ կսկսի ընտրակաշարք բաժանել շատ մեծ ծավալների, Հայաստանում շատ ավելի քիչ է, քան Մոլդովայում էր։ Բայց կան բաներ, որոնք որ Հայաստանում ավելի խոցելի են, օրինակ Հայաստանում ինձ թվում է, որ կիբեր անվտանգությունը ավելի ցածր մակարդակում է, որտեղ կիբեր հարձակումները եւս հիբրիդային հարձակումների բաղկացուցիչ մաս են։ Հայաստանում պետական մարմինների պաշտոնական կոմունիկացիայի մակարդակը շատ ավելի ցածր վիճակում է, այդ թվում ընտրական մարմինների, ինչը եւս ավելի լուրջ, ավելի խոցելի է դարձնում, քան համեմատած Մոլդովայի հետ։ Եվ իհարկե համեմատած Մոլդովայի հետ, որտեղ ամեն դեպքում բոլորս ուզած Մոլդովայի հետ ենք համեմատում, որտեղ Մոլդովան է վերջին օրինակը քիչ թե շատ մեզ նման պետության, որը դիմակայել է ըստ էության բարեհաջող դիմակայել է հիբրիդային հարձակմանը։ Որտեղ կանխել են նաև մի քանի քաղաքական ուժերի մասնակցությունը այդ ընտրություններին։ Մոլդովայում մի քիչ ռուսերեն ասած պալկու պիրիգնուլի եւ իրան գնացել են քայլերի, որոնք ինձ թվում է չարժեր գնալ, բայց ամեն դեպքում իրանց մոտեցումն է նա, որ եթե այդ քաղաքական ուժերը օտարերկրյա քաղաքական ուժեր են, ապա այդ քաղաքական ուժերը պետք է արգելվեն։ Քննարկման ենթակա բան է, բայց ես պետք է ասեմ, որ ինձ չի թվում, որ Հայաստանում դրա կարիքը կլինի։ Ինչի կարիքը կլինի։ Մեր պարագայում ընտրական օրենսգրքի որոշակի փոփոխություններ են այժմ պատրաստվում, օրինակ դիտորդական առաքելությունների մասով, որպեսզի այն դիտորդական կազմակերպությունները, որոնք փոխկապակցված են կուսակցությունների հետ, չկարողանան իրականացնել դիտորդություն։ Դա լուրջ խնդիր է։ Մենք դա սկսեցինք տեսնել դեռևս Գյումրի ընտրություններից սկսած, կեղծահազանգեր ընտրախախտումների մասին։ Վաղար շաբաթում մեր դիտորդական առաքելությունը ավելի շատ ընտրախախտման կեղծահազանգ է տեսել, քան թե լուրջ ընտրախախտում։ Հա, վաղար շաբաթից կար հետաքրքիր պատմություն է, ուրեմն քվեատուփը կապարակնքված չէր։ Եվ դա ինչ որ պահի դիտորդները տեղ տեսան, դա հրապարակվեց, այդ տեսանյութը 24 ժամում համարյա կես միլիոն դիտում հավաքեց այն կոնտեքստում, այն մեկնաբանմամբ, որ այդտեղ լցոնում է եղել։ Լցոնում վերջին անգամ էս երկրում եղել է 2015 թվականին, 10 տարի, նույնիսկ Սերժ Սարգսյանի կառավարության վերջին տարիներին լցոնում չէր լինում։ Եվ այստեղ շատ կարևոր է օրինակ հասարակությանը բացատրել, որ գիտես հարգելի հասարակություն, այսինչ երևույթներ այո, խնդրահարություն, բայց դրանք սա չեն։ Շատ հնարավոր է, որ մեր մոտ լինեն ռումբերի կեղծահազանգեր։ Մոլդովայում դա եղել է, Հայաստանում նախկինում, եթե կհիշեք, կար մի պերիոդ ինտենսիվ, ամեն օր մի քանի ռումբի կեղծահազանգեր լինում։ Այն ժամանակ մենք նույնիսկ երևի չենք էլ հասկանում, որ դա հիբրիդային հարձակման կոմպոնենտ է, որի նպատակն է հասարակության մոտ պանիկա առաջացնելը, հասարակության մոտ անվտանգության զգացման, անվտանգության բացակայության զգացման ստեղծումը։ Շատ հնարավոր է, որ այստեղ էլ դա լինի։ Կիբեր հանցագործությունները, գիտեք, կիբեր հարձակումները պետական մարմինների կայքերի վրա, ընտրական մարմինների դեմ կիբեր հարձակումներ կարող են լինել։ Եվ հիմա շատ կարևոր է, օրինակ այս նույն Եվրամիության հատկացրած գումարներով շատ կարևոր է, որ բոլոր էլեկտրոնային օրինակ սարքավորումները, ցանկացած էլեկտրոնիկա, որ կա ընտրությունների հետ կապված, աշխարհի լավագույն մասնագետները բերվեն եւ համոզվենք, որ այդ էլեկտրոնիկան ընտրությունների օրը խափանում չի տա, որովհետեւ այդպես հարձակումներ են լինում։ Իսկ Իհարկե ապատեղեկատվական արշավները կան ու կան, կարող է դա նաև զուգորդվել հիբրիդային հարձակումը, կարող է նաև զուգորդվել տնտեսական կամ էներգետիկ
միջոցների գործադրմամբ, հա, լարսի փագում, չգիտեմ, լոլիկի մեջ ինչ որ բակտերիայի հայտնաբերում, նկատում Ռուսաստան արտահանած հայկական լոլիկի օրինակի համար եմ ասում էլի, կամ Նախատեսվում են կներեք, նախատեսվում են փոփոխություններ, որոնք նո այս կամ այն քաղաքական ուժին կարգել են մասնակցել ընտրություններին, եթե ասենք կապացուցվում կամ բացահայտվում է, որ այդ քաղաքական ուժը ուղղորդվում է կամ ֆինանսավորվում է դրսից։ Գործող կանոնակարգումներ կան, որոնք նախատեսում են, որ եթե կուսակցությունը ֆինանսավորվում է դրսից, ապա դա քրեական հանցագործություն է։ Այսինքն այդտեղ նույնիսկ խոսքը ոչ թե պետք է գնա այդ կուսակցությանը ընտրություններից զրկելու, այլ դա իրականացրած անձանց ազատությունից զրկելու մասին պետք է այդտեղ խոսքը գնա, եթե օտարերկրյա ֆինանսավորում է նկատվում։ Կամ ֆինանսավորում մեկ անձի կողմից ավելի քան տարեկան 10 միլիոն դրամ։ Այսինքն եթե մի հոգի ինչ որ կուսակցությանը ավելի քան տարեկան 10 միլիոն դրամ է տալիս, իսկ ես հիմա այս օրինակը ասում եմ, ես վստահ եմ հեռուստադիտողներից շատերը իրանց մտքում արդեն պատկերացնում են, թե որ ուժերը եւ որ մարդկանց վրա դա կարող դա եւս քրեական հանցագործություն է, բայց շատ կարեւոր է որպեսզի իրավապահները կարողանան դա բացահայտել եւ երկրորդը այստեղ օրենսդրություն ունի խոցելիություն, որի վրա մենք աշխատում ենք, ես չգիտեմ կհասցնենք ինչ որ կարգավորումներ մտցնել թե ոչ, դա այն է, որ կուսակցությունների համար այս կարգավորումները կան, բայց այսպես կոչված շարժումների համար չկան։ Այսինքն եթե դա ձևակերպված կուսակցություն է, պետռեգիստրում գրանցված կուսակցություն է, ի վրա բազմաթիվ սահմանափակումներ կան, ֆինանսական թափանցիկության, օտար երկրից մի լումա անգամ չստանալու, մեկ անձից 10 միլիոն դրամից ավել չստանալու, շատ սահմանափակումներ կան։ Եթե դա կուսակցություն չէ, ինչ որ շարժում է, որը ձևական առումով կուսակցություն կդառնա, ասենք, ընտրությունների գրանցման վերջնաժամկետից, չգիտեմ, 3 օր առաջ կամ 3 շաբաթ առաջ, ապա միջև ընտրությունները այդ շարժումը, որը փաստացի կուսակցություն է, բայց դե յուրե կուսակցություն չի, այդ բոլոր կարգավորումներից դուրս է մնում։ Օտարերկրյա ֆինանսավորում էլ կարա ունենա, կարա մի անձից, չգիտեմ, միլիարդավոր դրամներ ստանա եւ ծախսի, կարա բարեգործություն անի, այսինքն այս խնդիրները օրենսդրության բաց են, որը ես չգիտեմ, մենք գլոբալ առումով պետք է լուծվեն, բայց արդյոք հիմա 26 թվականի ընտրությունների համար կհասցնենք լուծել թե չէ, ես վստահ չեմ։ Շնորհակալություն, այսքան մեր հյուրն էր Դանիել Հովհաննիսյանը։